Ողջույն, Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Թեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Հիմնական թեման էլ այս անգամ երևի թե հասկանում եք լինելու է Չեմպիոնների լիգայի այս տարվա եզրափակիչը։ Օրեր առաջ այն տեղի ունեցավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի Պուշկաշ Արենա ստադիոնում, իսկ հիմա ու այստեղ Երևանում Բուն TV եթերում մենք այն ամփոփելու ենք։ Ինչպես ստացվեց, որ ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ կարողացավ դառնալ այս հեղինակավոր մրցաշարի հաղթողը, որ զարգացումներն ու իրադարձություններն էին, որ նպաստեցին փարիզցիների հաջողությանը եւ իհարկե անգլիական ու երևի թե համաշխարհային ֆուտբոլի որոշակիորեն անհաջողակի կամ երկրորդի համբավը ունեցող Արսենալի կոնկրետ այս մրցաշարում իրենց երկրորդ անհաջողության մասին ենք խոսելու։ Այդ ամենը այսօրվա եթերի հիմնական ու բաղկացուցիչ թեման է լինելու, դրա հետ մեկտեղ այս եթերը կհամեմենք հարակից մի շարք այլ իրադարձությունների մասին խոսելով։ Դե ինչ, շտապենք առաջ ու նախ եւ առաջ Չեմպիոնների լիգա եզրափակիչ Արսենալ Պարիս Սեն-Ժերմեն։ Փարիզցիները երկրորդ տարին անընդմեջ դառնում են եվրոպական ֆուտբոլի ու աշխարհում ամենասիրված ֆուտբոլային ակումբային մրցաշարի Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ինչպես դա նրանց հաջողվեց։ Միանշանակ մեծ դեր ու կարևորություն այս ամենում ունի փողը։ Այն թե ինչքան ներդրումներ արեց փարիզյան ակումբը վերջին տասնամյակների ընթացքում, շատերդ կարծում եմ գիտեք, դա ինչ-որ ինֆոգրաֆիկաներով, տարատեսակ տեսանյութերով, հետաքրքրություններով բազմիցս այդ մասին խոսվել է։ Բայց դե գիտեք ինչ կա, գումարն էլ պետք է ծախսել իմանալ։ Միանշանակ նման քանակի գումար կարող էր տրվել Լանսին, եթե ֆրանսիական ակումբների մասին խոսենք, այլ ֆրանսիական թիմերի կարող էր տրվել, իտալական ակումբներին կարող էր տրվել, այդ գումարը նաև ունեն անգլիացիները, հավատացնում եմ, այդ թեմայով ես առանձին եմ խոսելու դիմացս The Economist-ի ամենամեղինակավոր տնտեսական այդ զարգացումների, իրադարձությունների մասին պատմող ամսագրերից մեկն է։ Այստեղ անգլիական ֆուտբոլի մասին է խոսվում եւ վերջին տասնամյակների ընթացքում նրանց հաջողությունների թվերով, փաստերով, գրաֆիկներով, ինչպես ասում են, վիզուալը ապահովված է կարճ ասած։ Բայց Պարիզը կարողացավ մեկ այլ գործոնի վրա խաղադրույք անել։ Այդ գործոնը երևի թե մարդ թե եւ անձ Լուիս Էնրիկեն։ Նա շատ դժվարին ճանապարհ է անցել կարիերան ավարտելուց հետո գնալով նախ եւ առաջ բարդ ճանապարհով, ինքնահաստատման ճանապարհով։ Իսկ այդ ուղին այն մարդիկ, ովքեր որ ընտրում են ճանապարհ, որը դժվար անցանելի է, երևի թե ավելի շատ են իրենց դաստիարակում հետագայում դիմագրավելու հաջողությամբ ու հաղթահարելու դժվարությունները։ Լուիս Էնրիկեի կյանքը հավատացնում եմ հեշտ չի եղել եւ այդ շարքում կա մի շատ էական դեպք, որը կապված է նրա դստեր հետ։ Տարիներ առաջ նա կորցրեց իր 9-ամյա աղջկան Խանային։ Ես հիշում եմ իմ երիտասարդ տարիները, երբ նա դեռևս ֆուտբոլիստ էր, խաղում էր Բարսելոնայում, բոլորը գիտեին նրան որպես այն առաջին դեպքը, երբ Մադրիդի Ռեալից շատ լուրջ կալիբրի ֆուտբոլիստ տեղափոխվում է կատալոնական ակումբ, դրանից հետո արդեն եղավ Ֆիգուի տեղափոխությունը հակառակ ուղղությամբ Բարսելոնայից Ռեալ Մադրիդ։ Եվ Լուիս Էնրիկեն այդ ընթացքում թրծվում էր որպես անձ, որպես առաջատար։ Իրոք նա եղել է թե դաշտում առաջատար, թե դաշտից դուրս եւ նրա անվան շուրջ միշտ չէ, որ ինչ որ երևի թե այսպես ասեմ, նա բնորոշ է եւ կարող ենք համեմատել հենց Չավի, Ինյեստայի հետ, ում անվան շուրջ առանձնապես այտենց սկանդալներ եւ ինչ որ զարգացումներ, որոնք որ երկակի մեկնաբանությունների տեղ են տալիս, նման իրադարձություններ նրա կյանքում գրեթե չեն եղել։ Անկամ Բուսկեցի դեպքում, ինձ թվում է մարդու ով երևի թե այդ ուղեգծի շարունակողներից մեկն է եղել, Չավի եւ Ինյեստայի հետ միասին, նրա անվան հետ կապված շատ միջադեպեր են եղել, քան նույն Լուիս Էնրիկեի։ Բայց հնարավոր է այն տարիների
մեդիայում արկա տեղեկությունների հարստությունն ու ավելի շատ երևի կարելի ասել աղքատությունն է, որ հնարավոր է ես այդպիսի տպավորություն եմ ստացել։ Բայց ամեն դեպքում այն ամենը, ինչ հիմա էլ գիտեմ, այն ամենը, ինչ գալիս է լրացնելու Լուիս Էնրիկեի կենսագրականը, առանձնահատուկ չի փոխում իմ ընկալումը։ Մեկ գործոն կա, որ դեռ ավելին նրա կերպարը ինքնահաստատվում է ինձ մոտ արկա կերպարի մեջ, լրացնում են նրան եւ մեկ բան պարզ է դառնում, որ նա այս դժվարին անձնական կարիերայի ընտրության դժվարին ուղին, որ նա ընտրել է, թե այն ոչ այդքան դժվար է անգամ երեխայի կորուստը ինչ որ մի բանի հետ համեմատել եւ ասել, հատկապես որ այն օրը, երբ մենք գրում ենք այս եթերը, երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ 9-ամյա երեխային կորցնել 1-1.5 տարի փորձել կենտրոնանալ եւ գտնել սեփական անձը, այդ դժվարին ճանապարհը պատկերացնել ոչ բոլորը կարող են։ Ոչ բոլորն են անգամ պատկերացնում, թե դա ինչ է։ Էլ չեմ ասում, որ մարդիկ կան, որ պարզապես երեխա չունեն, էլ չեմ ասում, որ չեն էլ կարող այդ տեսանկյունից մտածել անգամ, թե դա ինչ է։ Հետաքրքիր է, որ նման անձինք այդ պայից սկսած, նման պայերից սկսած, կյանքին նայում են, գիտեք, ինչ որ մի լրջությամբ, բայց հեգնական, երբ դու արդեն ապրել ես եւ կյանքը շարունակում ես որպես կայացած մարդ, ով հաշտ է արդեն այդ տեղի ունեցածի հետ, ինչ եղել է, մենք չենք կարող դա փոխել։ Նա կյանքի փիլիսոփայություն է ընտրում, համաձայն որի եւ ոչ մեկ անգամ հարցազրույցներում նա նշել է. ես կարծում եմ, որ իմ աղջիկը Խանան կենդանի է, նա հետևում է ինձ եւ հանուն նրա ես պատրաստ եմ շարունակել պայքարել։ Ոչինչ տեղի չի ունեցել։ Եթե այսպես պետք է լիներ, ուրեմն դե կյանքն է այդպեսին։ Եվ նա իր ընտանիքին, իր կնոջը, իր մայրիկին հատկապես համոզելու բացատրել է, թե ինչու նա պետք է ապրի իրենց տանը, պատկերների, նկարների, վիդեո տեսանյութերի տեսքով։ Այդ մասին իդեպ շատ հետաքրքիր հարցազրույց է հենց ինքը Լուիս Էնրիկեն տվել։ Եվ այդ ամենից հետո հասկանում եք, չէ՞, մարդը իրապես փոխվում է։ Նրա համար այլևս ինչ որ ֆուտբոլային հանդիպումներին տեղի ունեցող առանձին սկանդալներ, խնդիր չեն կարող այլևս թվալ։ Նա ու իր կյանքում տեղի ունեցածը այն աստիճան լրջությամբ է կարողացել վերապրել, վերադառնալ որպես ել ավելի ուժեղ ու կայացած մարդ, որ միթե պարտությունները, միթե դժվարությունները, ոչ ոքիները, դաշտում ինչ որ ֆուտբոլիստի ինքնահաստատման փորձերը պետք է լուրջ թվան։ Ոչ, եւ այդ ոչը իրավունք ու ձեռքեր թևեր է տալիս նրան ամեն տեսակ իրավիճակում սահուն եւ անվրդով այդ ամենը անցնել, հաղթահարել եւ արդյունքում դառնալ նա, ով հիմա համաշխարհային ֆուտբոլի մարշչական դպրոցում ֆանտաստիկ դիրք ու տեղ է զբաղեցնում։ Սա նրա երրորդ չեմպիոնական գավաթն էր Չեմպիոնների լիգայում։ Մեկ անգամ դա նա արել է իր աղջկնակի հետ միասին, գրելով նրան իր ուսերի վրա, դաշտի կենտրոնում կատալոնական ակումբի գույները ամրացնելով, դրոշը եւ դրոշակակիրը հենց նրա աղջիկն էր, եւ հետո արդեն նախորդ տարի, երբ արդեն նրա աղջիկը չկար, մեծ պաստառով վստահ եմ դուք եզրափակիչ հանդիպման ժամանակ կհիշեք այդ պաստառը Լուիս Էնրիկեի նրա աղջկա, այս անգամ էլ վիմպելն էր զարդարում խորհրդանշական փարիսցիները արդեն երկրորդ անգամ տուրք են տալիս հարգանքի իրենց գլխավոր մարշչին։ Այո, երկար ստացվեց բացատրությունս, բայց ես ցանկացա հիմնավորել, թե ինչու է մեկ մարդու կոնկրետ անվան հետ կապված այս երկրորդ տարին անընդմեջ արձանագրված հաջողությունը։ Գիտեք, մարդու ում վստահեցնում եմ ոչ մի էական ու շատ լուրջ խնդիր, որը մեզ համար ու մեր պատկերացմամբ ֆուտբոլային իրականությունում կարող է դասվել լրջագույն խնդիրների, հաճախ անգամ անլուծելի թվացող խնդիրների շարքին, նրա համար առանձնապես խնդիր չի կարող լինել։ Եվ երբ մարդը նման մոտեցմամբ է մոտենում այլոց համար լուրջ խնդիր հանդիսացող հարցերին, նա անվրդով վստահ
առանց շեղվելու իր ուղությունից, շատ ավելի առողջ սառը դատողությամբ ասում է, թե ինչն է պետք շտկել, ինչն է արվել սխալ եւ որ հարցերին պետք է ավելի ուշադիր գտնվել։ Ես այդ հանգստությունը տեսնում եմ անգամ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ։ Լավ, երևի թե անձից պետք է անցնենք արդեն բուն հանդիպման քննությանը։ Հունգարիայի մայրաքաղաքը, որտեղ ես երևի կհիշեք նախորդ տարի եղա եւ մեծաշուրջ ցանկություն էլ չունեի առհասարակ վերադառնալու այդ երկրի ու քաղաքի մասին խոսելու, քանի որ այնտեղ վազքի հետ կապված շատ տրագիկ ու ինձ համար անցանկալի հիշողություններ եմ կուտակել, բայց այս կերպով, այս խաղով այդ քաղաքը թեմատիկ ֆուտբոլային թեմայի շուրջ վերծնվում է մեր տաղավարում։ Դե ինչ Բուդապեշտն են ընդունել, տակ Բուդապեշտն են ընդունել, ինչ արած, չեն կարող շեղվել այդ ուղուց։ Եվ պետք է արձանագրենք, որ խաղում տեսանք մի քիչ այլ, ավելի պրագմատիկ թվալ ցանկացող Արսենալ։ Խի թվալ, որովհետև գիտեք, ես չեմ հավատում, որ պարզապես կարող ես նման կարևորության խաղում պրագմատիզմ մտցնել եւ ունենալ հաշվարկ, որ այդ պրագմատիզմի հաշվարկը, որը կարող է կյանքի իրավունք ունի, բան չունեմ ասելու, բայց չես կարող պարզապես կարել մեկ հանդիպման վրա ու վստահ լինել, որ դե կաշխատի։ Դիմացիները կներեք երեխաներ չեն, անփորձ երեխաներ չեն։ Նրանք այդ գավաթի փաստացի տիրակալներն են այդ պահի դրությամբ։ Ինչու եմ այդպես ասում։ Կայ Հավերցի գոլը։ Կարծում եք դա տրամաբանական էր։ Հանդիպան 6-րդ, 7-րդ րոպեն է եւ Արսենալը լոնդոնյան ակումբը հաշվի մեջ առաջ է անցնում։ Խաղի ընթացքը որևէ կերպ չէր խոսում այն մասին, որ Կայ Հավերցը կարողանա նման դիրքում, նման պահի առաջ մղել իր թիմին, իր թիմակիցներին։ Տեղի ունեցավ, այո, տեղի ունեցավ, այնինչ տեղի ունեցավ։ Իդեպ Արսենալը, որ առաջին անգամ դրանից մի 15 տարի առաջ էր հայտնվել եզրափակչում ընդդեմ Բարսելոնայի, չեմ ուզում պնդել, որ տենց ճիշտ հաշվեցի, շատ արագ թե քանի առաջ էր այդ եզրափակիչը ընդդեմ Բարսելոնայի, բայց այնտեղ էլ նրանք հաշվի մեջ առաջինը առաջ անցան։ Իդեպ այն ժամանակ նրանք 10 հոգով էին խաղում, քանի որ հեռացրել էին դարպասապահին Էտոյի նկատմամբ խախտման համար։ Եվ Սոլ Քեմբելի գլխով հարվածը դիպուկ էր, այնտեղ նույնպես նրանք հաշվի մեջ առաջ անցան, եւ եթե այդ առաջին եզրափակիչը տրամաբանական էր, որ արդեն զիջելու է առավելությունը, այլևս չի կարող գնդակ պահել, ինչ գործոնների ի հայտ գալով, դա հասկանալի է։ Նախորդ եզրափակչում դա հասկանալի էր։ Քանակական առավելությունն էր Բարսելոնան։ Այս խաղում պարզապես դռները փակել եւ հավատալ, որ քո սիմվոլ թնդանոթը ամեն րոպե կրակելու է եւ հետ մղի հակառակորդի բոլոր հարձակման փորձերը, չգիտեմ, որքանով էր դա ճիշտ սցենար ու մոտեցում առհասարակ Հյուսիս Լոնդոնյան ակումբի ներկայացուցիչների համար, բայց լավ, դա Արտետան եւ նրա արած որոշումը երկրորդ խաղակեսը, առաջին խաղակեսը շատ այդ առումով մի տեսակ իհարկե հարված էր անսպասելի փարիզցիների համար, որից նրանք այդպես էլ առաջին խաղակեսի ընթացքում հետ չեկան, բայց երկրորդ կեսը, գիտեք, 15 րոպեները Լուիս Էնրիկեն կամ նրա մարշական շտաբի ներկայացուցիչներից որևէ մեկը կամ հենց իրենք ֆուտբոլիստները իրենք մեջ կարողացան այնքան ճիշտ վերլուծել ու հասկանալ։ 15 րոպեն երկար ժամանակ չէ, ինձ թվում է անգամ այս մակարդակում 15 րոպեներից 5-6-ը գնում են նրա վրա, որ բոլորը այդտեղ մի պահ գոնե լռեն, գան ի վիճակի լսելու ինչ-որ մեկի առաջատարի կամ մարշչի խոսքը։ Հանդերձանից նրանք վերադառնում են չեմ ասի կերպարանափոխված, բայց հստակ մարտավարական նպատակով ճզմել Արսենալին, գնդակին տիրել, հեռահար հարվածների տարբերակը նույնպես աշխատացնել, որը
հաճախ ինձ թվում էր, որ իզուր էր հերահար հարվածների վրա լուծում դնել մանավանդ նման խաղում չգիտեմ ամենայն դեպս չէր ստացվում եթե գոնե ինչ որ մեկը կարող է ինձ հակառակը համոզել օքեյ բայց բոլոր ամենայն դեպս միանշանակ է որ Փարիզը ասեց ես ամեն հնարավոր զենքով կրակելու եմ կրակեց վրացական զենքը Խվիչա Կվարացխելյան որը իդեպ հանդիպումից հետո նաև ճանաչվեց այս անցած արդեն մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ցույց տվեց որ նախ չի վախենում գնալ մինչև վերջ ամեն մի փոխանցում նրա ուղղությամբ եւ երբ նա աշխատում է մրցակցի Տուգանային հրապարակի հարևանությամբ մեկ նպատակ էր հետապնդում ստացավ գնդակը պետք է հատեմ այդ Տուգանային գիծը մտնեմ մրցակցի Տուգանային հրապարակ դա շատ կարևոր է, քանի որ Արսենալի պաշտպանությունը դա տիտաններ այս մրցաշրջանում։ Այդքան հեշտ չէ նրանց դեմ խաղալ, նրանց պաշտպանական գծի դեմ խաղալ։ Եվ Անգլիայի առաջնությունում հաջողություններից մեկը հավատացնում եմ հենց այդ պաշտպանության առողջ եւ ճիշտ աշխատանքի միջոցով է եղել։ Բայց արի ուտես, որ Խվիչան իր քաջությամբ եւ վճռականությամբ կոտրեց այդ պատը։ Ուղղակիորեն 11 մետրանոցի դրվագից րոպեներ առաջ, վայրկյաններ առաջ նա կրկին շատ լավ աշխատեց մրցակցի Տուգանային հրապարակի տարածքում, սահանքում, ճիշտ ասած լավ չհասկացա թե ինչպես ստացվեց, որ նա ծնկից ներքևի հատվածում շատ լուրջ վնասված ստացավ։ Կամ մրցակիցներ, կամ մրցակցի ոտքը, կամ խոտի կամ արհեստական խոտի վրա նա ուղղակիորեն պատրեց ոտքը, զգացվում էր, որ ամբողջ այդ հատվածը արյունոտ է, բայց նա մենթալ առումով կենտրոնացած էր խաղի վրա, նրա համար առհասարակ էական չէր, թե ոտքի որ հատվածը ինչպես է արյունահոսում, որքան եւ այլն եւ այլն։ Կարճ ասած նա դուրս չեկավ խաղին։ Նա մնաց խաղադաշտում մեկ նպատակով շարունակել անել նույնը։ Եվ նա այդ առումով հաջողեց։ Նա ստացավ գնդակը միանգամից մխրճվեց մրցակցի Տուգանային հրապարակ եւ վաստակեց 11 մետրանոց իր թիմի համար 65-րդ րոպեին արդեն Ուսման Դեմբելեն մարդով հավասարապես իդեալական խաղում է երկու ոտքով էլ հավասարեցնում է հանդիպման հաշիվը լրացուցիչ երկու խաղակեսերը այդպես էլ հնարավորություն չեն տալիս հասկանալու թե ով է խաղից հիմնական չէ բայց գոնե լրացուցիչ ժամանակում ֆուտբոլային կանոնների համապատասխան դաշտում որոշելու ուժեղագույնին։ Երկուսն էլ եկան այն համաձայնության, որ երևի թե ճիշտը նման պայմաններում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթողին որոշելն է։ Իհարկե պետք է ասել, որ գոնե լրացուցիչ երկու խաղակեսերից երկրորդում Արսենալը հատկապես վերջին հատվածում կարողացել էր սեղմել էր եւ այստեղ թվում է թե աշխատելու էր նաև այն ամենալավը ինչ նրանք կարողանում են անել իսկ նրանք շատ լավ են խաղարկում անկյունայինները իդեպ առաջին խաղակեսի վերջնամասում էլ մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ սենց ժամանակագրությունը խախտելով լրացուցիչ խաղակեսերից վերադառնամ առաջին խաղակեսի վերջնամաս Արսենալի ֆուտբոլիստները անկյունայինի իրավունք ստացան բայց մրցավարը պարզապես սպասեց տեսավ, որ Արսենալը, որը իրապես շատ լավ է խաղարկում անկյունայինները եւ ոչ մեկ անգամ նա անկյունայինների շնորհիվ կարողացել է պատժել մրցակիցներին դե խաղարկեք 1 2 3 4 մի քանի վայրկյան եւ պարզապես սուլում է ուղարկելով նրանց եւ բոլորիս միասին ոչ թե հանդերձարաններ այլ ֆուտբոլիստներին հանդերձարաններ մեզ էր հանգստանալու գիտեք դրանք մանր դրվագներ են բայց երբ թիմը իմանալով որ նա շատ լավ է խաղարկում անկյունայինը եւ ժամանակ է ձգում առաջին խաղակեսի վերջնամասում դա խոսում է որ նրանք այդ պահին իրենց բոլոր մտքերը կենտրոնացնում են մեկ բանի վրա ինչպես անել որ մենակ թե այս հաշիվը մենք կարողանանք պահպանել իմաստ ունի խաղարկել արի մենք գնդակի հետ խաղանք իմիտացիա անենք որ հեսա խաղարկելու ենք
ֆուտբոլում մանրուքներ չկան։ Վստահ եմ 1000 անգամ այս իմաստուն խոսքերը լսել եք։ Առաջինը ես չեմ, որ դա ասել եմ, բայց հենց նման մանրուքներն է սահմանում, որ դու իրավունք չունես մտածելու, այդ ճանապարհով գնալու իրավունք չունես, կամ խաղդ խաղա, կամ եթե դու եզրափակիչ ես եկել մանր ոչ շիտակ բաների միջոցով մրցակցին ճնշել, պատկերացնում եք դու լինես ակումբ, ով իդեալական խաղարկում է անկյունայինները, չափ սոսաս այդ դրվագը եւ այդ ինչ իմանաս, ինչ կլիներ, եթե Arsenal-ը խաղարկեր եւ երկրորդ գնդակն ուղարկեր մրցակցի դարպասը։ Ով կարող է ասել, որ այդ պարզ ճշմարտությունը, որը հենց նոր ասացի, հնարավոր չէ։ Հետգրությամբ խոսել, այո, շատ հեշտ է, բայց ով է ասել, որ այդ խաղարկումը չէր կարող օգնել Arsenal-ին կրկնապատկելու առավելությունը։ Դե եկեք ինձ բացատրեք։ Crystal Palace-ից Arsenal տեղափոխված Էզայի մասին առանձին պետք է խոսենք։ Նա ամեն անգամ եւ ոչ առաջին անգամ իրացնում է 11 մետրանոցը այնպես, ինչպես իրացրեց տվյալ դեպքում Բուդապեշտում։ Եւ վրիպում է։ Սա նրա նմանատիպ երրորդ վրիպումն էր։ Այդ տեսանյութերի այսպես ամփոփ տարբերակը նրա հիմար հարվածների ես չեմ կարողանում նկարագրել իմ ընկալումը նման իրավիճակ։ Եթե ճիշտն ասեմ, ոչ թե ուզում եմ վերհիշել, այլ պարզապես ինչպես կարելի է այդ կերպ մոտենալ 11 մետրանոցին։ Մանավանդ, երբ նախկինում եւս երկու անգամ վճռորոշ պահերի դու նմանատիպ սխալներ ես թույլ տվել։ Ես չեմ ընկալում։ Իհարկե, Միկել Արտետան հետխաղի մամուլի ասուլիսում լրագրողների հարցին ի պատասխան փորձեց բացատրել, թե այդ ինչպես տրանսֆորմացվեց եւ հենց այս ֆուտբոլիստները մոտեցան հետխաղա 11 մետրանոց հարվածաշարին։ Իհարկե, այն բոլոր խաղացողները, որոնք որ պետք է մաս կազմեին այդ առաջին հնգյակի, նրանցից որոշները դաշտում չէին, այո, հենց այդպես է, բայց դու էլ գիտես, որ մենակ դա այս դեպքում դա չէ, էլի, որ այո, ես պատրաստ եմ, այո ասելով չի մենակ, որ դու տեսնում ես պատրաստ լինելը կամ չլինելը, կամ այստեղ ինչ որ մեկը պետք է լինի, ինչպես Ռոնալդուն, որը պետք է գա ու ասի դու ես մեզ պետք ու քո առաջատարի որակները գնա ու հարվածի, կամ պետք է դու որպես մարզիչ տեսնես նախկինք ու փորձի հիման վրա։ Եվ այդ փորձը մենակ մարզումների ժամանակ դիպուկ հարվածելը չէ։ Գաս ու գտնես, նրան օգնես եւ ուղարկես դաշտ հարվածելու։ Դե բացի դրանից եւս մեկ վրիպում արդեն Գաբրիել Մագալայեշի կատարմամբ եւ Մարկինյոսն եկավ նրան հոգեկան աջակցության, օգնության այդ էմոցիաները կամ չգիտեմ մարդիկ նման իրավիճակում ես նման իրավիճակում չեմ եղել ես չգիտեմ ինչ է վճռորոշ 11 մետրանոցը չհարվածելը բայց չեմ նախանձում նրանց դա ֆուտբոլը դաժան է այդ իմաստով բայց այդ դրվագը երբ բոլորը գնացին Սաֆոնովի ուղղությամբ իսկ մրցակցի ավակը Մարկինյոսը կոնկրետ այդ պահին ով կրում էր ավակի թև կապը մոտեցավ իր հայրենակցին դա մարդ ով ոչ վաղ անցյալում հենց ինքն է իր կաշվի վրա զգացել թե ինչ է օրինակ Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկով դիպուկ չհարվածելը վրիպելը կամ ավելի կոնկրետ դարպասաձողին հարվածելը ինչպես դա կոնկրետ եղել կախառնվեցին ես գոնե չգիտեմ թե նա ինչ ասեց վստահ եմ շատերը կան ովքեր որ շուրթերով կարող են ընթերցել նրա խոսքերը բայց աջակցության հուսամ դա աջակցության ամենաճիշտ խոսքերն են եղել եւ հայրենակիցը միաժամանակ կոնկրետ այդ խաղում մրցակիցը գնահատեց այդ խոսքերը նրանք ջերմ փարվեցին օգնեց դա թե չէ արդեն հետագայում հարցազրույցներում երևի թե մենք կիմանանք այդ մասին վստահ եմ շատ կխոսվի դա ֆուտբոլի թերևս ամենահարուստ ու ամենակարևոր կողմներից մեկն է կարողանում է առաջատարի որակներ դրսևորել հասկանում եք կարող էր նա պարզապես ուրախանալ ճախրեր վազեր գնար առաջ խաղանկերների մոտի դարպասապայի մոտ բայց ոչ նա եկավ մրցակցին գրկեց եւ փորձեց նրա հետ խոսել փորձեց հանգստացնել ու բացատրել որ այդքան տարիների ընթացքում հազարավոր ֆուտբոլիստներ են նմանատիպ վրիպումներ արել եւ բոլորն էլ այդ իրավիճակը փորձել են հաղթահարել Մարկինյոսը ինքը ժամանակին նման մարդու երևի թե կարիք ուներ հենց ինքը դաշտում ու նա լավ դա հասկանալով մոտեցավ մրցակցին
Պետք է երևի առանձին խոսենք մի մարդու մասին, ով իդեպ գլխավոր դերակատարներից մեկն էր, Մատվեյ Սաֆոնովը, մարդով շատ լուրջ մրցակցության պայմաններում եկավ աշխարհի ամենաակումներից մեկը, որը այնպիսի անուն չունի, ինչպիսի Մադրիդի Ռեալն, Լիվերպուլը կամ Բարսելոնան, Բավարիան, բայց այստեղ հավաքված ֆուտբոլիստները վերջին 15 տարիների ընթացքում այնպիսի նշաձող են սահմանել, որ այստեղ որքան էլ դու լավ դարպասապահ լինես, դա բավարար չէ պարզապես դառնալու նրա անկյունակահարից մեկը, իսկ դարպասապահի ամպլուան դա, ինչպես ասում են, թիմի կեսից ավելին է, 51%-ը։ Մատվեյ Սաֆոնովի նկատմամբ ճնշումը շատ մեծ էր, նախ եւ առաջ, քանի որ նա Ռուսաստանից տեղափոխված ֆուտբոլիստ է, իսկ Ռուսաստանը հիմա Եվրոպայի հետ շատ բարդ հարաբերություններ ունի, Եվրոպան պաշտպանող դրոշակակիրը հենց ինքը Ֆրանսիան է, թե Ուկրաինայի դեմ պատերազմ, թե առհասարակ քաղաքական աշխարհում էլ այստեղ փոխհրաձգությունը ինտենսիվ է եւ շարունակվում է, միանշանակ չէր ընդունվել ու ընկալվել Մատվեյ Սաֆոնովի աշխատանքը, բայց պետք է ասել, որ նա նախ եւ առաջ շատ համեստ է իրան դրսևորել, երբեք որևէ նմանատիպ թեմայով սկանդալում չի հայտնվել, սակայն պետք է ասել, որ այդ ուղղությամբ նրան դրդում էին ու սադրում էին։ Սադրել են ամեն կերպ, անգամ այս օրերի ընթացքում փոխարինող դարպասապահներից մեկի կինը, ով մեղմ ասած ոչ միշտ է իրեն կոռեկտ պահել Մատվեյ Սաֆոնովի հասցեին։ Ինչու եմ նրա մասին խոսում, քանի որ նա տեղափոխվեց Փարիզ Կրասնոդարից։ Նա Էդուարդ Սպերցյանի թիմակիցն էր։ Ինչ եմ ուզում ասել, երևի թե հասկացաք, թե ինչ եմ ուզում ասել։ Ժամանակն է, որ Էդուարդ Սպերցյանն է գնա։ Ու նվազագույնը դրա երկու վառ օրինակ, նմուշ օրինակ նա ունի իր առջև։ Դա Ռուսաստանի առաջնությունում տաղանդը զարգացրած Խվիչա Կվարացխելիայի փորձն է։ Դա Մատվեյ Սաֆոնովի սեփական թիմակցի փորձն է։ Երկուսն էլ Փարիզում մեծագույն հաջողությունների են հասել։ Ինչու այդ քայլը չի կատարում Էդուարդ Սպերցյանը, ես չեմ հասկանում։ Նա նախորդ հաղորդման ընթացքում մենք այս թեմայով խոսեցինք։ Ինքը դրանից առաջ էլ ինքը հենց Էդուարդ Սպերցյանը խոսեց, որ երևի թե այս մրցաշրջանը վերջապես կլինի վերջինը։ Եվ հուսամ, որ այս գործոնի հետ Էդուարդ Սպերցյանը հաշվի կնստի, որ Ֆրանսիայի առաջնությունը իրապես այնտեղն է, որտեղ որ կարելի է որակները զարգացնել եւ հավակնել անգամ համաեվրոպական հեգեմոնիայի։ Այո, հնարավոր է միանգամից առաջին քայլով Էդուարդ Սպերցյանը Paris Saint-Germain չգնա, բայց հավատացնում եմ 1-2 մրցաշրջան հետո նա կարող է հայտնվել այդտեղ։ Դե ինչ, փարիզցիները վերջին շրջանում իհարկե ավելի մեծ հաջողության այս իմաստով հասել էր Մադրիդի Ռեալը, նրանք 3 անգամ կարողացան իրար հետևից նվաճել Չեմպիոնների լիգայի բաղձալի գավաթը, Փարիզը արդեն անում է երկրորդ անգամ։ Եվ այդ իմաստով նա ստանում է ֆրանսիական ֆուտբոլի թագը արժանիորեն։ Մարսելը 1 անգամ է տիրացել Չեմպիոնների գավաթին, սա արդեն երկրորդն է Paris Saint-Germain-ի համար, նա իր անունը շատ հստակ եւ ոսկե տառերով գրում է եվրոպական գրանտների շարքում։ Այս թեմայով էլ ենք խոսել եւ ես ասել եմ, որ եթե Փարիզը հաղթի, նա արդեն միանշանակ կլինի եվրոպական թոփ մեծության հեգեմոն, գրանտ, ում անունը երբևիցե չի վիճարկվի։ Հիմա վերադառնալով Արսենալի հանդիպմանը մոտեցման առանձնահատկությունները քննարկեցինք, ավել բան չեմ ցանկանում ասել։ Եվ մեծաշով Արսենալի անհաջողությունը պետք է դիտարկել անգլիական ֆուտբոլի հաջողությունների ֆոնին։ Այն ամսագիրը, որի մասին ես խոսում եմ, աշխարհի չեմպիոնները, խոսքը բրիտանական ֆուտբոլի մասին է եւ այն հաջողությունների, որ վերջին տասնամյակների ընթացքում նրանք գրանցում են։ Իդեպ այստեղ հենց աֆրիկացի, բայց Արսենալի երկրպագուներն են։ Նմանները շատ են եւ բազմաթիվ երկրներում։ Քենիայում, կարճ ասած, Աֆրիկա մայրցամաքի
ծայր հյուսիսից մինչև ամենահարավ, այնտեղ ամենտեղ կգտնես Arsenal-ի երկրպագուների։ Եվ պետք է ասել, որ օրինակ նույն այն հանդիպումը, որից հետո Arsenal-ը ապահովեց իր համար Անգլիայի չեմպիոնական տիտղոսը, պատճառ էր դարձել, որ աֆրիկյան մի շարք երկրներում պետական մակարդակով հայտարարություն տարածեն, որը հաստատում է, որ գրողը տանի Arsenal-ի երկրպագուների համար աֆրիկյան երկրներում հանգստյան օրեր չեն նախատեսվել։ Շատ երկրներում նմանատիպ խոսակցություններ գնացել էին եւ կրկնում եմ, պետական մակարդակով հերքում է գնացել, որ ոչ նման բան հնարավոր չէ։ Ինչ է տեղի ունենում Եվրոպայում ու աշխարհում։ Իսկ դա ես կարծում եմ, որ արժանի է շատ լուրջ ուշադրության։ Անգլիան կարողացել է իր շուրջը հավաքել բոլոր նրանց, ովքեր որ սիրում են ֆուտբոլ, մեծահարուստ են ու պատրաստ են ներդրումներ կատարել։ Գրեթե բոլոր ակումբները մասնավոր սեփականություններ են։ Մասնակի ամբողջությամբ, բայց այսպես թե այնպես անգլիական բոլոր ակումբների անունները կապված են միջազգային բրենդների, հարուստ ընտանիքների եւ փող ունեցող օլիգարխների հետ։ Հիմա ինչ է դա տալիս նրանց։ Հնարավորություններ գնելու, հնարավորություններ իրենց մոտ բերելու եւ դառնալու ամենասիրված եւ դիտվող առաջնությունը ամբողջ աշխարհում։ Մի հետաքրքիր թիվ, որը ինձ բավական զարմացրեց։ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 191-ում հեռարձակվում է Անգլիայի առաջնությունը։ Ինչ է դա տալիս։ Իհարկե հեռարձակման իրավունքները բավական լուրջ գումար արժեն եւ հենց այդ գումարներն են, որ բաշխվում են նաեւ ակումբների միջև։ Որպեսզի ընկալեք տարբերությունը, Անգլիայի առաջնությունը լքած ակումբները ավելի շատ հենց այս մրցաշրջանի մասին է խոսքը, ուշադրություն թե ինչ եմ ասում, Անգլիայի առաջնությունը լքած ակումբները ավելի շատ գումար են աշխատել, քան Բարսելոնան, որը հաղթեց այս ընթացիկ Լա Լիգայի խաղարկությունը։ Եվ այդ գումարը, իդեպ ասեմ, 100,000, 200,000 եվրոյի ֆունտի դոլարի մասին չէ։ Մի քանի միլիոնի մասին է խոսքը։ 10 միլիոնի մասին չէ խոսքը, բայց 5 թե 6 միլիոն դոլարի տարբերություն է տալիս։ Եվ դա գիտեք անհամաչափության, անհավասարության եւ հետագայում դրա խորացման ու մեծացման տենդենսի մասին է խոսում։ Երբ հարևան ոչ այդքան հեռու գտնվող մի երկրի վատագույն թիմը ստանում է ավելի շատ գումար, քան այն երկիրը, որում ոչ վերջին ակումբը, այլ Բարսելոնան հաղթում է գումար, եւ դրանց միջև կա տարբերություն հոգուտ այնտեղ վերջին հորիզոնականները գրաված ակումբի, այստեղ լուրջ հարցեր են առաջանում։ Իսկ ուր է գնում ամբողջ եվրոպական ֆուտբոլը, ուր է գնում անգլիական ֆուտբոլը։ Գիտեք, անգլիական ֆուտբոլը իդեպ նաև ասեմ, որ UEFA-ն որպես կառույց իրենց ուղեցույց են ընտրել շահույթի հետապնդումը։ Երբ տեղի ունեցավ հանդիպումը Երևանի ժամանակով ժամը 8-ին։ Եվրոպայում դա Եվրոպայի մեծ մասի համար դա ժամը 6-ն է։ Կարծենեք ինչու։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև հետաքրքրության գոտիները արևելքում են։ Չինաստան, Ճապոնիա, շուկաներ, հսկայական շուկաներ, Հնդկաստան, որտեղ որ արդեն բավական երեկո է, մութ է արդեն։ Եվ որպեսի եվրոպական ֆուտբոլը գումարներ չկորցնի, դիտումներ չկորցնի, նրանք ժամը փոխել էին։ Այո, հենց այդպես։ Եվ դա այն դեպքում, երբ աշխարհի առաջնությունը այս տարի Ամերիկա մայրցամաքում է։ Այսինքն նրանք ոչ թե հանդիպումը տեղափոխել են ավելի կեսգիշեր, որպեսզի հարմար լինի Ամերիկայում ապրող հեռուստադիտողի համար, այլ այս ուղղությամբ։ Գումարի հետ ճիշտ աշխատելը այս թողարկման ամենասկզբում հնչեց եւ հիմա է հնչում։ Փարիզը որպես առանձին ակումբ, երևի ճիշտ կլինի ասել Paris Saint-Germain-ը որպես առանձին ակումբ ճիշտ է աշխատում սեփական հսկայական գումարների հետ, ներդրումների հետ Ֆրանսիայի մասշտաբով, ինչպես տեսնում ենք, դա արդյունք է տալիս համաեվրոպական մակարդակում, անգլիական ֆուտբոլը որպես մեկ միասնական մարմին ճիշտ է աշխատում արդեն ակումբների մասշտաբով եւ ըստ էության ամբողջ աշխարհի մակարդակում։
Դա էական է, այո, միանշանակ դա էական է։ Քանի որ Անգլիայի առաջնությունը մի դեպ շատ հետաքրքիր մի այլ գործոնի վրա ուշադրություն դարձնեմ, Անգլիայում արդեն անգլիացիները, բնիկ անգլիացիները, որոնք որ երկրորդ, երրորդ ծերունդ գոնե այդտեղ են ծնվել, մեծացել, նրանք երկրպագում ու գնում դիտում են ավելի շատ իրենց լոկալ համայնքների ակումբներին, որոնք որ խաղում են անգամ չեմպիոնշիփում չէ, լիգա 1-ում, լիգա 2-ում։ Եվ այն բոլոր top ակումբները, որոնք որ մեզ հայտնի են, դա արդեն անգլիական ֆուտբոլի արտաքին էջի համար է, ամբողջ աշխարհի համար է, որովհետև նրանք դարձել են համամարտկային բրենդներ, համաշխարհային բրենդներ։ Եվ այդ համաշխարհային բրենդը չի կարող լինել տիպիկ անգլիացի, եւ նրա կազմը չի կարող լինել տիպիկ անգլիական։ Փորձը ցույց է տալիս անգլիական, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ ամբողջ աշխարհից բերել լավագույն ֆուտբոլիստներին, նրանք տեղ չեն տալու առհասարակ անգլիացիներին, քանի որ ամենատաղանդավորներն անգամ իրենք կարծես թե մրցակցության համար դուրս են գալիս Անգլիայի սահմաններից, նույն Հարի Քեյնի մասին է խոսքը, Ջուդ Բելինգեմի եւ ոչ միայն, եւ նրանք գնում են իրենց ուժերը փորձելու երկրի սահմաններից դուրս, այլ բոլորը իրենց հերթին անգամ անգլիական ֆուտբոլի սահմանափակումների պայմաններում, իսկ դրանք շատ լուրջ մակարդակի սահմանափակումներ են, պարզապես ամեն ոք ով լավ է խաղում չի կարող գնալ խաղալ Անգլիայի առաջնությունում։ Դու պետք է անցած լինես միջազգային top առաջնություններում, ցույց տված լինես, որ դու համապատասխանում ես այդ մակարդակին, կամ գոնե եթե ինչ որ մի գործոններով պայմանավորված խաղում ես մի երկրում, որը այդ թոփերի շարքին չի պատկանում, ինչպես օրինակ Հենրիխ Մխիթարյանը, ով խաղում էր Ուկրաինայում, դրանից առաջ Հայաստանում, պետք է հավաքականի մակարդակով հանդիպումների շատ լուրջ քանակ անցկացրած լինի։ Այսինքն մաղում են շատ լուրջ մակարդակով։ Ֆուտբոլիստները որքան էլ լինեն, կրկնում եմ, տաղանդավոր եւ հեռանկարային, պարզապես շարքային տրանսֆերով չեն կարող հայտնվել Անգլիայի առաջնությունում։ Այստեղ գալիս են գումարներ, այստեղ գալիս են ամենատաղանդավորները։ Բայց Անգլիայի առաջնությունը դրանից այդ ամենից զատ, հեգեմոն դիրքից զատ նաև շատ խնդրահարույց շեղբի վրայով է քայլում։ Անգլիան ունի մարզչական դպրոց։ Անգլիայի առաջնությունը երբևիցե չի հաղթել, Անգլիայի առաջնությունը ռեբրենդինգից, երբ այն կոչվեց Պրեմիեր լիգա, երբևիցե չի հաղթել անգլիացի մարզիչ։ Դա խնդիր է, միանշանակ խնդիր է։ Արտետան էլ հերթական ոչ իսպանացին է, որը կարողացավ հաջողություն ապահովել արդեն լոնդոնցիներին, Արսենալին։ Դե դրանից առաջ էլ հեգեմոնիայի հսկայական շրջան էր, որը 1-2 անգամ ճակ տվեց գերմանական գործոնի պատճառով, Յուրգեն Կլոպի պատճառով ճակ տվեց Պեպ Գվարդիոլան եւ նրա Մանչեսթեր Սիթին։ Դե իսկ այն մասին, որ Մանչեսթեր Սիթին էլ հրաժեշտ է տվել իր իսպանացի, կատալոնացի անգամ այսպես կարող ենք ասել մարշչին, այդ մասին արդեն եւս խոսել ենք։ Իսկ այս նույն հոդվածաշարը, որը անգլիական ֆուտբոլի մասին է, ավարտվում է մի հետաքրքիր ավելի համեմատական կարգով ավելի փոքրիկ հոդվածով, որը Մանչեսթեր Սիթիի մասին է։ Արդյոք նրանք խաղում են ըստ կանոնների։ Որքան էլ որ բոլորին թվում է, թե ամեն ինչ այնտեղ սահուն է ու միանշանակ, ձեզ հավատացնեմ, որ այդքան էլ սահուն չէ ու ոչ ամեն բան է, որ այնտեղ միանշանակ է։ Մենք գիտենք այն ամենը, ինչ մեզ մատուցվում է մեծաշուտ, եւ միանշանակ է, որ այդտեղ ֆինանսական հատվածի մասին ենք։ Եթե խոսում Մանչեսթեր Սիթին այնպես չէ, որ ամեն ինչ բաց դնելու է բոլորիս առջև։ Հատուկ հանձնաժողովները, որը աշխատում է այս գործի ուսումնասիրության վրա, երևի թե մոտակա ամիսների, շաբաթների կամ հնարավոր է անգամ մինչև տարի կտևա այս գործի քննությունը, կարծում է, որ ազնիվ չի աշխատել այս ընթացքում Մանչեսթեր Սիթին եւ դատական գործերի, մեղադրանքների քանակը արդեն մի քանի տասնյակը հատում է։ Ըստ էության, այս ամենը կարող է անգլիական ֆուտբոլի համար մեծագույն սկանդալի պատճառ դառնալ, որը այդ
ասոցիացիայի գոյության 163 տարիների ընթացքում երևի թե մեծագույն գործը կարող է լինել գումարի, որի մասին խոսվում է, միլիարդավոր ֆունտերի մասին է խոսվում։ Այն ճանապարհները, որով որ Manchester City-ն կարողացել է շրջանցել դրանք, այդ ամենը շատ լուրջ ուսումնասիրության թեմա է դառնալու եւ հնարավոր է, որ վատագույն սցենարի դեպքում Շեյխ Մանսուրի այս գոհարը, որը մեծ հաշվով ինչպես եւ Paris Saint-Germain-ը արդեն կարելի է դասել եվրոպական գրանտների, մեծագույն գրանտների շարքում, հնարավոր է հայտնվի այնտեղ, որտեղ որ չեր ուզի Շեյխ Մանսուրը հայտնվի իր գլուխգործոցը։ Հետնախորշերում հայտնվելու շատ լուրջ լրջագույն սպառնալիք կա։ Եվ կրկնում եմ, այստեղ մի քանի հետաքրքիր մանրամասն կա այդ մասին, վստահ եմ, որ սրանից ավելի մանրամասն այլ տեղերում, այլ ռեսուրսներում կլինի, բայց եթե գործը ասել է մինչև այստեղ, որ The Economist-ը գրում է դրա հնարավորության մասին, կարծում եմ գործը մի փոքր լուրջ է եւ Manchester City երկրպագուներին ոչ այդքան հաճելի գալիք նվազագույն եկեք լավ ասեմ այսպես տարի է սպասվում, տարվա կտրվածքով պետք է այս ամենը դիտարկել։ Միակ վերջին միտքը, որ կարող եմ այս ամբողջ եթերի ընթացքում գեներացնել, իհարկե դա Եվրոպայում միանշանակ սահմանված անգլիական ֆուտբոլի հեգեմոնիայի մասին է։ 3 մրցաշար, մեծ մրցաշար, Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա, Կոնֆերենցիաների լիգա, որոնցից 2-ում հաղթում են անգլիական ակումբները, մեկը շատ մոտ էր եւ միայն հետ խաղա 11 մետրանոց հարվածաշարում փոքրիկ վրիպումը պատճառ դարձավ, որ Արսենալը զրկվի իր համար պայքան պատմական մեծ ու սպասված տիտղոսից։ Նրանց համար շատ ցավալի էր իհարկե տեսնել, որ դուրս են եկել շքերթի երկրպագուները, չեմ ասի, որ չէին տոնում, բայց նրանք համեստ էին։ Ավտոբուսը, որի վրա գրված էր Champions ոսկե տառերով, իր առջև տանում էր Անգլիայի առաջնության գավաթը եւ միայն։ Նրանք իրապես պատրաստվում էին նշել 2 գավաթ, 2 մեծ տիտղոս, համաեվրոպական տիտղոս։ Կլինի նման եւս մեկ առիթ թե չէ, դժվար է ասել։ Թիերի Անրին, անգլիական այս ակումբի լեգենդը, ասեց, որ խոսքեր չունի։ Դժվար է ապրել նման պահեր, քանի որ նա ինքը իր փորձով գիտի թե որքան բարդ է հայտնվել նման իրավիճակում եւ փորձել դուրս գալ, բացատրություններ գտնել, փորձել շարունակել տոնել, եթե դրան զուգահեռ ունես հաջողություն, բայց միաժամանակ Թիերի Անրին ընդգծեց, որ հպարտանում է այս թիմով, կարծում է, որ երբևիցե ամենաուժեղ Արսենալներից մեկն է սա եղել եւ հպարտ է նաեւ նվաճած Անգլիայի առաջնության տիտղոսով։ Պետք է բավարարվել այդքանով, միանշանակ ոչ, բայց արդյոք այդ չբավարարվելու այդքանով չբավարարվելու ուղղությամբ կարվեն ճիշտ քայլեր եւ Արսենալը հաջորդ տարիների ընթացքում կգնա ճիշտ ուղղությամբ, ես դժվարանում եմ ասել։ Անգլիայի առաջնությունը շատ մրցակցային է։ Այստեղ հավակնություններ ներկայացնում են շատ շատերը։ Այ Արսենալը կարողանա գոնե Անգլիայում իր թագը պաշտպանել, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Էլ ավելի բարդ կողմ ունի համաեվրոպական թագի նվաճումը, որը հաջողվեց նույն Paris Saint-Germain-ին։ Դերևս այսքանը, այս թողարկումը մի ամբողջ մենախոսություն էր Չեմպիոնների լիգայի եւ անգլիական ֆուտբոլի մասին։ Սպորտաձևի, որը ծնվել է Անգլիայում, տարածվել է ամբողջ աշխարհում եւ իր ամենագեղեցիկ տեսքը ստացել մի ակումբային մրցաշարի շրջանակում, որը մենք այդքան շատ սիրում ենք Չեմպիոնների լիգայի։ Դե իսկ արժևում նաեւ աշխարհի առաջնությունն է, որին շատ քիչ է մնացել։ Մնացեք Բուն TV եթերում, կհանդիպենք գալիք շաբաթ։